Պարոն Հովհաննիսյան, դուք քննում եք Արման Սարոյանի հետ կապված գործ Անդրեի դատարանում, հացի ապահովման միջոց են կիրառել։ Դուք եք կիրառել, որ նա կարող է պաշտոնավորել, այսպես ասած, հա, եւ ընդդիմախոսները ձեզ մեղադրում են այդ որոշումը կայացնելու մեջ, նաեւ ասում են, որ դատարանը այսօր կարող է նաեւ ծիսակարգերի վերաբերյալ հայցեր ընդունել։ Կայացած որոշումները ես չեմ մեկնաբանում։ Լավ, դատարանը այդ իրավասություն ունի, պարոն Հովհաննիսյան, այդպիսի հարց։ Եթե արել է, արվել է, նման ուրեմն իրավասություն ունի։ Իսկ երբևէ եղել է թե սա նախադեպ է։ Չէ, առաջին անգամ է ինձ մոտ Պարոն նման։ Հովհաննիսյան, ըստ էության դուք ամբողջությամբ կարելի ասել այս պայծրությամբ բավարարել եք այն միջնորդություն Արման Սարոյանի պահանջը, թեև դրա անունը դրել եք հայցի ապահովման միջոց, բայց ինքը շարունակում է պաշտոնավար, դա նորմալ է, հայցի ապահովման միջոցը։ Ես չեմ մեկնաբանում, իմ կայացած որոշումները ես չեմ մեկնաբանում։ Ինչ որ գրված է, գրված է։ Ինչ դուք ձեր խղճի առջև հանգիստ եք, որտեղ դատավոր նաև իր խղճի համոզմունքների այդ որ ասում եք հոգեկան տառապանք կպատճառվի Արմեն Սարոյանը։ Չեմ մեկնաբանում, այդ ձեր բոլոր հարցերը վերաբերում է հոգեկան տառապանք։ Ձեր բոլոր հարցերը վերաբերում իմ դատական ակտին։ Ոնց գնահատել եմ, հենց էլ ակտի մեջ գրված։ Ձեզ ասում են, որ դուք օրենք եք խախտել, որովհետև չպիտի միջամտեիք պետության եկեղեցի գործերին որպես Ես վարույթ ընդունելով դատական պաշտպանության իրավունք եմ ապահովել։ Նախկինում նման փորձ ունեցել եք, երեք հարց եմ տալիս։ Սա մեկնաբանում եք, մյուս հարցերը չեք մեկնաբանում։ Այդ ասում եք դատական պաշտպանության Հայցը ներկայացած չէ, դուք ակտից եք հարցեր տալիս, ես էլ պատասխանում եմ։ Ընդունելն ինքնին նաև ձեր գործողությունների մեջ համարվում է, չէ՞։ Ես կարծում եմ, որ դա վարույթ ընդունել եմ։ Նախկինում եղել է դու տեսնում եք դրանում, որ Հայաստանի իշխանությունները միջամտում են եկեղեցու գործերին։ Սա ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Իրավական տեսանկյունից Քաղաքական զսպվածության վարկագծի կանոնի պահպանուն ունի։ Պարոն Հովհաննիսյան, Արաքս շանսա ձեր մտերիմ ընկերն է, մեծ արման ԲԴԽ նախագահ, որը կապեր ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանը պահանջում է կաթողիկոսի հրաժարականը տարբեր միջոցներով, հոգևորականների։ Ես ոչ մի կապ չունի, այսինքն դուք Արթուր Աթաբեկյանի մտերիմ ընկերն եք։ Արթուր Աթաբեկյանի գործընկերն եմ, իմ երկար տարիների մտերիմ ընկեր եք, թե չէ։ Մենք ընկերներ ենք, գործընկերներ ենք, երկար տարիներ միասին աշխատում ենք։